Դեպի Հայաստան, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով ռուսական և ղազախական բեռների տեղափոխումը ձեռնտու է բոլորին, ինչը հաստատվում է փոխադրումների աճող քանակով։ Այս մասին 10 գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է առևտրի զարգացմամբ և երկրների միջև բեռնափոխադրումների հոսքի ավելացմամբ։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը և Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, և միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Նա վստահություն է հայտնել, որ ռուսաստանցի մասնագետները կարող են արագ վերականգնել Հայաստանի երկաթուղիները Ադրբեջանին և Թուրքիային կապող հատվածները։ Այդ հարցը Ռուսաստանում քննարկվել է ամենաբարձր մակարդակով և դրական արձագանք է ստացել։ Օվերչուկը նշել է, որ ռուսական պատվիրակությունը վերջերս է վերադարձել Երևանից, որտեղ քննարկվել են այդ հատվածների վերականգնման համար միջոցների ներգրավման և ներդրումների վերադարձելիության պայմանները։ Ըստ ռուսաստանցի փորձագետների, երկաթուղու այդ հատվածների վերականգնումը կոմերցիոն նախագիծ է։ Օվերչուկը նաև նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ Նա նաև հայտարարել է, որ Ռոսատոմը կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն այդ հարցում կարևոր է, որ Երևանն ընթացիկ աշխատանքները վստահի ոչ թե եվրոպական, այլ ռուսական կապալառու ընկերություններին։ Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցությանը, շեշտել՝ միությունում ոչ մի որոշում չի կայացվի ի հեճուկս Հայաստանի շահերի։ Հայաստանն ունի հավասար ձայնի իրավունք Ռուսաստանի և միավորման մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին, անկախ տնտեսությունների և երկրների չափերից։ ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի որոշում չի կայացվի, եթե այն չհամապատասխանի Հայաստանի շահերին, ասել է ռուսաստանցի պաշտոնյան։ Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին նոր գործընկերներ գտնելու և արտաքին շուկաների ընդլայնման հարցում, այդ թվում Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ուղերձում խոստացել է, որ հակամարտությունը շուտով կավարտվի։ Նրա խոսքով ԱՄՆ-ն շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակներին և առաջիկա 2-3 շաբաթում ծանր հարվածներ կհասցնի Իրանին։ Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի։ Այդուհանդերձ Թրամփը ևս մեկ անգամ այդ նեղուցով նավթ ստացող երկրներին կոչ է արել պարզապես վերահսկողություն հաստատել ջրային երթուղու նկատմամբ և այն օգտագործել հօգուտ իրենց շահերի։ ԱՄՆ նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին, խոստանալով ռմբակոծել այն և վերադարձնել քարե դար։ Ամերիկացի ժողովրդին ուղերձ է հղել նաև Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երբեք թշնամանք չի տածել այլ ժողովուրդների նկատմամբ և իր ժամանակակից պատմության մեջ երբեք պատերազմ չի սանձազերծել։ Փեզեշքյանը շեշտել է, Իրանը որպես սպառնալիք ներկայացնելը չի համապատասխանում ոչ պատմական իրողություններին և ոչ էլ դիտարկելի փաստերին։ Դա արվում է քաղաքական և տնտեսական նպատակներով։ Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան առաջարկները, որոնք Իրանին փոխանցել են միջնորդները, պարունակում են չափազանց կոշտ և անտրամաբանական պահանջներ։ Էսմայիլ Բաղայիի խոսքով իրանցիները դրան վերաբերվում են ծայրահեղ զգուշությամբ։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավ է կանգնած։ Մեկ ամսվա ընթացքում նեղուցով նավագնացությունը նվազել է 95%-ով։ Ըստ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի, սա խաթարել է էներգակիրների փոխադրումը և մեծապես ազդել համաշխարհային առևտրի վրա։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Իրանը և լիբանանյան Հզբոլահը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տասնյակ անօդաչուներ են խոցել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իսրայելն իր հերթին հարվածել է Լիբանանին, որտեղ նոր զոհեր են արձանագրվել։ ՆԱՍԱ-ն հաջողությամբ մեկնարկել է Արտեմիս 2 առաքելությունը։ Օրիոն տիեզերանավը Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից 4 տիեզերագնացներով ուղևորվել է դեպի լուսին։ Սա առաջին նման թռիչքն է 1972 թվականից ի վեր։ Առաքելությունը կտևի 10 օր։ Տիեզերանավը պետք է պտտվի լուսնի շուրջ և վերադառնա Երկիր։ Տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացները կգտնվեն մեր մոլորակից 400,000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք լուսնի ուղեծիր կհասնեն ապրիլի 6-ին առաքելության 6-րդ օրը։ Արտեմիս 2-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը Արտեմիս 1-ը իրականացվել էր 2022 թվականին առանց անձնակազմի։ Այս թռիչքը պետք է ճանապարհ հարթի Արտեմիս 3 և Արտեմիս 4 առաքելությունների համար։ Նախատեսվում է, որ Արտեմիս 4-ի ընթացքում մարդիկ կրկին ոտք կդնեն լուսնի վրա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։